Բարի երեկո։ Առաջիկա 30 րոպեների ընթացքում անդրադառնալու ենք Հայաստանի եւ Հարավային Կովկասի ամենաարդիական եւ ամենազգայուն թեմաներին, ներքաղաքական իրավիճակից մինչեւ տարածաշրջանային զարգացումներ, այդ թվում անդրադառնալու ենք Հայաստանի իշխանություն, իշխանության ներկայացուցիչներ եւ եկեղեցու հոգեվոր սպասավորներ խորացող առճակատմանը, հակադրությանը, անդրադառնալու ենք տարածաշրջանային զարգացումներին, այդ թվում Ռուսաստանի ներկայություն եւ ազդեցության ամենատարբեր դրսեւորումներ, այս համատեքստում Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններ, մինչեւ Իրանի շուրջ վերջին զարգացումներ։ Սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, այստեղ համադրվում են փաստերը, կարծիքները եւ կանխատեսումները։ Զրուցելու եմ Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ, բարև ձեզ, պարոն Ղևոնդյան։ Ներքաղաքական գծիկ կրոնական հակամարտությանը վերջին օրերին շատ ենք անդրադառնում, բայց էլի պիտի շոշափենք այս հարցը, այս հակամարտություն չի թուլանում, գնալով օր-օրի ավելի է զարգանում, վարչապետն այսօր հերթական գրառումն է արել, բայց եթե մինչև այսօր մենք խոսում էինք իշխանության ներկայացուցիչներ եւ եկեղեցու սպասավորներ այս հակադրության մասին, առաջարկելու եմ մի փոքր ընդլայնել շրջանակը եւ խոսել նաեւ ընդդիմության քայլերի, արմատական ընդդիմության քայլերի, ռազմավարության եւ երրորդ կողմի, մասնավորապես Ռուսաստանի ազդեցության այս համատեքստում, բայց սկսենք նրանից, թե ինչի մասին է այս հակադրությունը։ Ձեր գնահատմամբ ինչի մասին է, հանուն եւ ընդդեմ ինչի է։ Առաջին հերթին հակադրությունը նրա մասին է, որ մենք գտնվում ենք նախընտրական շրջանում եւ նախընտրական շրջանում թե իշխանությունը խնդիր ունի իր կողմնակիցներին մոբիլիզացնել, հավաքագրել որոշակի նպատակների շուրջ, թե ընդդիմությունը խնդիր ունի գտնել նոր հնարավորություններ կողմնակիցների քանակը ավելացնելու եւ այս համատեքստում եկեղեցին կամ եկեղեցու որոշ սպասավորներ ուղղակի օգտագործվում են ընդդիմության կողմից, ընդդիմության որոշ խմբերի կողմից իհարկե արմատական ընդդիմության, ինչպես դուք կոչեցիք, ինչի հետ ես էլ եմ համաձայն եւ այստեղ է որ խնդիր է առաջանում անձերի միջև։ Տեսեք, մենք խոսում ենք իշխանություն եկեղեցի հակադրության մասին, բայց սա իշխանություն եկեղեցի հակադրություն չէ, սա իշխանության ղեկավարի եւ եկեղեցու ղեկավարի միջև փաստացի հակադրություն է, որը առաջացել է փոխադարձ մեղադրանքների արդյունքում։ Գիտենք, որ կաթողիկոսը ժամանակին մեղադրում էր Հայաստանի վարչապետին որոշ մեղքերում եւ կոչեր անում հրաժարական տալ, այսօր Հայաստանի վարչապետը հայելային մեղադրանք է ներկայացնում, առ այն, որ կաթողիկոսը խախտել է եկեղեցու որոշակի կարգ ու կանոնը եւ առաջարկում է կոչի անում նրան հրաժարական տալ եւ այս ամենի ֆոնին պարազիտանալու շատ լավ հնարավորություն կա որոշ քաղաքական ուժերի համար։ Եվ նրանք բաց չեն թողնում առիթը, այդ ընդդիմության այդ խումբը, որի մասին որ ես նշում եմ, հենց դրանով էլ հայտնի է մեր քաղաքական դաշտում, որ փորձում են գտնել ինչ-որ մի հնարավորություն եւ փորձում են պարազիտանալ այդ հնարավորության վրա, օգտագործել դա Հայաստանի իշխանությունների մի փոքր ավելի մեծ, իշխանությունների համար ավելի մեծ խնդիրներ ստեղծելու համար։ Ցավոք սրտի այդ խումբը գործում է ինչքան վատ Հայաստանի համար, այնքան լավ մեզ համար եւ այստեղ էլ գուցե մեզ համարը նաեւ ներառում է Ռուսաստանի շահերը, եթե օրինակ խոսում ենք երկրորդ նախագահի մասին, որովհետեւ ակնհայտ է, որ Հայաստանի երկրորդ նախագահը բացի Ռուսաստանի շահերից որևէ այլ բանով հետաքրքրված չէ, գուցե հետաքրքրված չի էլ եղել ժամանակին, բայց այսօր դա ակնհայտ է։ Այստեղ գուցե այդ ընդդիմադիրների, այդ պարազիտացող ընդդիմադիրների որոշակի հատվածը օգտագործում է նաեւ Ռուսաստանից եկող հնարավորությունները, ռեսուրսները, գուցե նրանք ռուսներին ինչ-որ բան են խոստանում կամ ռուսների հետ ինչ-որ բան են պայմանավորվում եւ այդ համատեքստում օգտագործում է եկեղեցին։ Եթե վաղը Աստված մի արածցե, օրինակ Իրանի նկատմամբ գործողություններ սկսվեն եւ Իրանում պատերազմներ սկսվեն, այս նույն խմբակը փորձելու է պարազիտանալ այդ երևույթի նկատմամբ, զարմանալի չէ, որ իրենց որոշ լրատվամիջոցներ վերջին 1-2 օրերի ընթացքում այդպես խանդավառված գրում են, որ չստացվեց, Միացյալ Նահանգները եւ Իրանը չեն կարողանում համաձայնության գալ, ուր որը Իրանին կխփեն եւ այլն, որովհետեւ սա պարազիտանալու եւս մեկ հնարավորություն է իրենց համար։ Բայց իսկապես վերջի սրացումները կարծես թե դրա մասին են խոսում, Իսրայելը հայտարարում է թե ինքը պատրաստ է ռազմական գործողությունների։ Կան որոշակի խնդիրներ, թե Իսրայելն է հայտարարում, որ պատրաստ է ռազմական գործողությունների, թե Միացյալ Նահանգների նախագահը կարծես թե հետ է կանչում որոշ դիվանագիտական ներկայացուցչություններ։ Բացի այդ Իրանը ժամեր առաջ հայտարարեց, որ ուրանի հարստացման նոր կայան է ստեղծում։ Այս ամենը խոսում է այն մասին, որ կոնֆլիկտը կարծես թե նոր
ձևաչափ է մտել եւ հնարավոր են նույնիսկ ամենավատ զարգացումները, բայց դա առիթ չէ հայկական որևէ լրատվամիջոցի համար խանդավառվել եւ ներկայացնել թե որ դա արդեն եղած փաստ է։ Իսկ այս պարազիտացող խմբի որոշ ներկայացուցիչներ կամ լրատվամիջոցներ, որոնք ենթարկվում են կամ ֆինանսապես կախված են այդ խմբի որոշ ներկայացուցիչներից, բավականին խանդավառված հոդվածներով են հանդես գալիս։ Ես ճիշտ հասկացա ձեր խոսքից, որ դուք այս հակադրության հիմքում դնում եք առաջնահերթ որպես էլեկտորալ մոտիվացիան։ Այո, զարմանալի չէ, որ դա տեղի է ունենում մի ժամանակաշրջանում, երբ արդեն նշանակվել է ընտրությունների հստակ օրը, մենք գիտենք, որ 2026 թվականի հունիսի 7-ին է տեղի ունենալու, դրանից առաջ երկրորդ եւ երրորդ նախագահները եւ նաեւ Հայաստանի վարչապետը իրենց գործողություններով ցույց էին տվել, որ սկսվում է այդ նախընտրական աժիոտաժը, այսպես անվանենք, եւ ընդ որում այդ աժիոտաժը մեկ ուղղություն չունի, ոչ միայն իշխանություն, ընդդիմություն հակադրությունն է այստեղ երևում է օրինակ ընդդիմադիրների միջև հակադրություն երկրորդ եւ երրորդ նախագահների հայտարարությունները եկեք հիշենք մեկը մյուսին ինչ-որ բանում մեղադրում էր օրինակ երրորդ նախագահը ասում էր որ պետք չէր հանրայնացնել անձնական զրույցը եւ այլն մենք տեսնում ենք որ օրինակ արևմտամետների դաշտում որոշակի վերադասավորումներ կան, որոշակի գործընթացներ են տեղի ունենում։ Այսինքն քաղաքական դաշտը ընդհանուր առմամբ պատրաստվում է քայլ առ քայլ պատրաստվում է ընտրություններին։ Սա քաղաքական գիտության տեսակետից բավական լավ է, որովհետև քաղաքական մշակույթի նորմերի ձևավորում է տեղի ունենում։ Այլ հարց է, որ այդ ձևավորումը տեղի ունենում այսպիսի խնդիրների առկայության պայմաններում, երբ մենք ունենք հոգևոր եւ աշխարհիկ իշխանությունների ղեկավարների միջև գոնե խնդիրներ։ Քաղաքական մշակույթ է ասացիք ձևավորում։ Ձևավորվում է նախընտրական մշակույթ առայն, որ ընտրություններից առաջ, 1 տարի առաջ կամ մի փոքր ավելի առաջ սկսում են քաղաքական հիմնական ուժերը որոշակի վերադասավորումներ կատարել, նախապատրաստություններ տեսնել եւ այլն։ Ես նշեմ, որ սովորաբար ընտրություններից ասենք 1 տարի առաջ այդ սահմանազատումների, միավորումների, բայց ոչ 2018 եւ 21 թվականներին, որովհետեւ երկու անգամ էլ եղան արտահերթ ընտրություններ եւ երկու անգամ էլ այդպես շատ արագ ինչ հնարավոր էր արեցին։ Իսկ այս անգամ ամեն ինչ գնում է ըստ իր հերթականության եւ դա ավանդույթների ձևավորման առումով լավ է։ Այլ է հարցը, որ բաղադրիչները խնդրահարույց են։ Ռուսաստանի դերակատարություն, ներկայությունը, ներգրավվածությունը, մասնակցությունը ուղիղ բացահայտ կամ քողարկված։ Ռուսաստանը Հայաստանում ունի իր շահերը, ակնհայտ է, եւ ոչ միայն Հայաստանում, ընդհանուր առմամբ տարածաշրջանում Ռուսաստանը հանդես է գալիս որպես այսպես ասենք, տարածաշրջանի նկատմամբ գերակայությունից չհրաժարվող կենտրոն։ Եվ Ռուսաստանում կարծում են, որ ինչպես մինչև 2022 թվականի փետրվարն էր, այնպես էլ հիմա դրանից հետո իրենք մնում են այս տարածաշրջանում ազդեցության գլխավոր գործոնը։ Իհարկե, եթե համեմատենք, փորձենք կշռել տարբեր կենտրոնների կողմից ազդեցությունների չափը, այո, Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում ընդհանուր առմամբ մի փոքր ավելին է։ Սակայն եթե մենք ուշադրություն դարձնենք ոչ թե այդպես բացարձակ արժեքներին, այլ ուշադրություն դարձնենք կարևորությանը, ապա այստեղ Ռուսաստանի դերակատարումը ակնհայտորեն նվազել է։ Եվ կարևորագույն որոշումների ընդունման ժամանակ Ռուսաստանը այլևս չունի այդ գերակայությունը։ Ումն է ավելացել։ Տարբեր կենտրոնների մոտեցումներն ազդեցություններ են ավելացել, օրինակ Չինաստանին է բավականին ավելացել, Եվրոպայի ազդեցությունն է բավականին ավելացել, եւ չի կարելի ասել, որ դրանցից որևէ մեկը այս պահին գերակա է, բայց Ռուսաստանն էլ այլևս գերակա չէ։ Ի տարբերություն մինչև 2022 թվականի փետրվարը տեղի ունեցող գործընթացների, երբ Ռուսաստանի խոսքը գերակա էր։ Իհարկե Ռուսաստանը չի ցանկանում դա ընդունել եւ Ռուսաստանը փորձում է եւ փորձելու է ամեն ինչ անել, որպեսզի վերադարձնի ամեն ինչ, ինչպես ասում են, շրջանս յուր, եւ օրինակ այս տրամաբանության մեջ է Ռուսաստանի կոչը Հայաստանին եւ Ադրբեջանին հասկանալ օրինակ դեպի ՆԱՏՕ ձգտելու իրենց հետևանքները, եթե դեպի ՆԱՏՕ գնան Հայաստանը եւ Ադրբեջանը, Զախարովայի հայտարարության մասին եմ խոսում վերջին, եւ սա խոսում է այն մասին, որ Ռուսաստանում չեն ցանկանում ընդունել իրողությունները եւ փորձելու են ամեն ինչ անել, որպեսզի այդ իրողությունները վերադառնան այն իրավիճակին, որը կար։ Ներողություն, ես ավարտեմ, սա նշանակում է, որ եւ 2026 թվականի ընտրությունների համատեքստում եւս Ռուսաստանը փորձելու է ամեն ինչ անել, որպեսզի իրեն հաջող ուժերը հնարավորինս ավելի մեծ կպատառ ունենան իշխանությունից, կարևոր չէ, առաջին տեղում, երկրորդ, երրորդ տեղում։ Շատ լավ, մենք Ռուսաստանի ներկայությանը տարածաշրջանում նրա ազդեցության ամենատարբեր դրսևորումներին դեռ կգանք, կվերադառնանք, հատկապես ես մտածում եմ, որ կխոսենք նաև Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններում վերջին զարգացումների մասին, բայց ներքաղաքական հատվածը ավարտենք, նոր գանք տարածաշրջան։
Այս հակադրությունը ինչ հեռանկարին զարգացում, ինչ հանգուցալուծում կարող է ունենալ։ Տեսեք, խնդիրը հետևյալն է. Հայաստանի աշխարհիկ եւ հոգեվոր իշխանությունները այլևս համատեղ կառավարել այս երկիրը չեն կարող, որովհետեւ ակնհայտորեն կա այնպիսի հակասություն, որը լուծում է պահանջում։ Իսկ լուծումը կարող է լինել երկուսը, կամ աշխարհիկ իշխանությունները իրենց տեղը զիջելու են այլ ուժերի, կամ հոգեվոր իշխանությունները զիջելու են հոգեվոր կառուցվածքում ներգրաված այլ կայուն անկայուն վիճակը չի կարող շարունակվել։ Չի կարող դա այդպես շարունակվել։ Իհարկե, այս միջանկյալ վիճակը բավական երկար կարող է ցկցկվել։ Նույնիսկ կարող է ցկցկվել մինչև 2026 թվականի ամառ, երբ կլինեն հերթական ընտրությունները, որովհետև հերթական ընտրությունների արդյունքում տեսականորեն ամեն ինչ հնարավոր է։ Հնարավոր է գան այնպիսի քաղաքական ուժեր, ովքեր շարունակեն աշխատել այս հոգևոր իշխանությունների հետ։ Այստեղ շատ բան կախված է նրանից, թե այսօրվա իշխանությունները ինչպես կաշխատեն, եթե օրինակ իրենք աշխատեն այնպես, ինչպես նախկինում շատ ուղղություններով աշխատել են, մի օր սա ասեն, մի օր նա ասեն, հետևողական չլինեն եւ այլն, ապա իմ ասած տարբերակը կլինի իրականություն, կանխատեսումը կիրականանա, մինչև Բայց եկեղեցու հետ հարաբերություններում ես կարծես թե հետևողական են եւ համառ ամեն օր վարչապետը գրառումներ չկա մի օր որ եւ այդ գրառումներում կարծես այսպես դինամիկ զարգացում կա ընթացքում։ Հաշվի առնելով նախկին փորձը, եթե դուք սա ասեիք 2018 կամ 19 թվականին, ես անվերապահորեն ձեզ հետ կհամաձայնեի, բայց հաշվի առնելով նախկին փորձը, ես կարծում եմ, որ հնարավոր է, իհարկե հնարավոր է այդպես չլինի, բայց հնարավոր է նույնիսկ այնպիսի իրավիճակ, որ մեկ էլ մի օր մենք արտանանք, տեսնենք, որ բացարձակապես այլ օրակարգի շուրջ են պտտվում քաղաքական դաշտ։ Կամ կառուցողական երկխոսություն, հա, իշխանության եկեղեցու միջև համաձայնության կարող, բայց արդեն կարծես այսպես էլ թողնելով ոչինչ դուրս է եկել եւ այդ անտառնալիության կետը կարծես եկեղեցին իրականում ունի տարբերակ, հարցը հնարավորինս քիչ կորուստներով լուծելու։ Այդ տարբերակը իմ գնահատմամբ այնպիսին է, որ եկեղեցին պետք է ընդհանրապես դուրս գա քաղաքական դաշտից, քաղաքական գործընթացներին մասնակցություն չունենա, բարձրաստիճան հոգևորականներին հրահանգ տրվի, կլինի բաց փակ ներքին խողովակներով թե ինչպիսին, որ նրանք քաղաքական ոչ մի տեքստ չարտասանեն, մեկ անց դա Բագրատ Գալստանյանն կհեռացվի եկեղեցուց, որովհետև նա քաղաքական ակնհայտ քաղաքական գործունեություն իրականացրել։ Եվ այդ ամենի արդյունքում գուցե իշխանությունները մոռանան ուղղակի եկեղեցու մասին։ Գուցե չմոռանան, ես չգիտեմ իրական։ Բայց եկեղեցու համար այս տարբերակը կարծես թե դեռևս գոյություն ունի։ Բայց հաշվի առնելով իմ առաջին խոսքում նշվածը, որ կա մի խումբ, որը պարազիտանում է այս հակասության այս առճակատման վրա, եւ նրանք ամեն կերպ փորձելու են այնպես անել, որպեսզի հարցը չլուծվի այսպես, ես կարծում եմ, սա շատ քիչ հավանական տարբերակ է։ Լավ, եկեղեցի իշխանություն կամ ներկայացուցիչներ կամ անձեր, ինչպես դուք եք ասում, այս հակադրությունից բացի Հայաստանի ներքաղաքական կյանքում նաև այսպես ակտիվորեն շրջանառվում է այդ իմպիչմենտի գաղափարը, նախաձեռնությունը, սրան ինչպես եք վերաբերում։ Փոքր դատարանից հետո շարունակենք, կվերադառնանք վարքյաններ անց։ Հիշեցնեմ, սա Ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես զրուցում եմ անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։ Մենք իշխանության եւ եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցիչների միջև հակադրության թեման կարծես թե ավարտեցինք, չնայած այս թեմայով անընդհատ ու շարունակաբար կարելի է խոսել եւ դեռ խոսելու ենք առաջիկա օրերին։ Եվ անցանք ընդդիմության մյուս օրակարգին, իմպիչմենտի օրակարգին, սրա հետ կապված ինչ դատողություններ ունեք, ինչ է իրենից ներկայացնում, ինչպիսի հեռանկար կարող է ունենալ, արդյոք կարող է հաջողության ինչ-որ նշույլ պարունակել այն պարագայում, երբ որ նույնիսկ այդ արմատական ընդդիմության, խորհրդարանական ընդդիմության երկու թևերը ընդհանուր հայտարարի չեն կարող գալ մեկ միասնական օրակարգի շուրջ։ Ես հնարավորինս պարզ բացատրեմ, որպեսզի մեր հեռուստադիտողների համար ամեն ինչ ակնհայտ լինի։ Ցանկացած գործողություն ունի նպատակ։ Այդ նպատակը կարող է լինել այն, ինչ հայտարարում են, այդ նպատակը կարող է լինել բացարձակապես ոչ այն, ինչ հայտարարում են։ Շատ մարդիկ շատ բան հայտարարում են, այսպես զուգահեռ անցկացնելով տղամարդը հայտարարում է, որ ցանկանում է ամուսնանալ կնոջ հետ, բայց նպատակը բոլորովին այլ է լինում, վերջում չի ամուսնանում։ Նման իրավիճակի մենք հանդիպում ենք այս դեպքում։ Կոնկրետ այն, ինչ նպատակով իրականացվել է այս ամբողջ գործընթացը, այն ինչ նպատակով առաջադրվել է Մասիսի քաղաքապետը, այդ նպատակը իրացվել է։ Այդ նպատակը հետևյալն էր՝ Սերժ Սարգսյանի քաղաքական ուժի կողմից ունենալ որոշակի դիրքային առավելություն կամ ստանալ որոշակի դիրքային առավելություն Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ուժի եւ այդ դաշտում գործող մյուս քաղաքական ուժերի նկատմամբ։ Հարցն այն է, որ Դավիթ Համբարձումյանը, ում որ առաջարկել են, իրենց դաշտում բավականին
չախտոտված, բավականին հեղինակություն ունեցող բայց դե իշխանության ներկայացուցիչն ասում են, որ քրեական գործեր շալակած բան։ Ժամանակ նշում եմ, իրենց դաշտում, այն մարդկանց դաշտում, ովքեր Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի հետևորդներ են, Շարմազանովը չէ, Աշոտյանը չէ, ովքեր արդեն որոշ ժամանակ, որոշ հարցերով փորձել են ինչ-որ բան անել, չի ստացվել եւ այլն։ Այս մարդը մասի քաղաքապետը չի եղել, չի նկատվել միտինգներում, չի մասնակցել մեծ ակցիաների եւ այլն, այսպես ասած չխաղարկված խաղաթուղթ է։ Եվ հեղափոխության ժամանակ այդ հեղափոխության օրերին դուք բոլորը խոսում եք Հայաստանի Հանրապետության մեծ մասի տեսակետից։ Ես հիմա խոսում եմ փոքրամասնության տեսակետից, ով որ երկրպագում է նրանց, ով որ նրանց երկրպագուն է։ Նրանց համար Դավիթ Համբարձումյանը բավականին հետաքրքիր տեխնացու է եւ կարելի է նրան առաջադրել, նա սեվացրած չի իրենց դաշտում, նա խնդիրներ չունի իրենց դաշտում, ընդհակառակը հակաիշխանական է եղել, միշտ տեղ մնացել է մասի քաղաքապետ, նրան ձերբակալել են, դա ավելի լավ է, որովհետեւ նա հալածյալի այդպես կարգավիճակ ունի եւ այլն։ Եվ նրան չմիանալը, այդ տեխնոսիանը չմիանալը կնշանակել իրենց դաշտում դեմ գնալ այն սկզբունքներին, որոնց համար որ իրենց հետևորդները իրենց հետևից գնում են, այսինքն դեմ գնալ Հայաստանի իշխանությունների դեմ ինչ որ մի իրենց համար հեղինակություն ունեցող տեխնացու առաջադրելու։ Եվ այս քաղաքագիտական պարտիան կարելի է ասել բավական լավ խաղարկվեց Սերժ Սարգսյանի քաղաքական ուժի կողմից, նպատակը իրացվեց, նրանք դիրքային առավելությունը ստացան, Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ուժին այլ բան չէր մնում անելու, քան հայտարարել, որ իրենք միանում են, գոնե հայտարարել, թեև ես նշեմ, որ այսօր օրինակ Սերժ Սարգսյանի պատգամավորներից մեկը Աննա Մկրտչյան, եթե ճիշտ եմ հիշում, հայտարարել էր, թե նրանք ստորագրությունը չեն դրել, միայն հայտարարել են, արդեն պարզ է, որ նրանք չեն ցանկանում, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա եւ այլն։ Սա խաղի արդեն շարունակությունն է։ Եվ նպատակն ունեմ հրապարակել ձևաթուղթը եւ իրենց պետ ստորագրությունը։ Հայաստանի հրապարակել ստորագրություններ, բայց առանց ձևաթղթի, պարզապես անհրաժեշտ ստորագրություն, բայց չեն միացել այդ նրանք էլ ասում են, այդ ինչ ստորագրություններ են բերեք, միացել եք։ Նրանք կարող են միանալ, բայց եթե միանան Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարցեր են լինելու։ Ինչի համար, որովհետև իր վերջին խոսքում Ռոբերտ Քոչարյանը ասաց, որ ինչի համար մենք սկսենք ինչ-որ մի գործընթաց, եթե ակնհայտ է, որ դա հաջողության հասնելու հիմքեր չունի։ Եվ Ռոբերտ Քոչարյանի թիմն էլ գուցե անձամբ ինքը չէ, իրեն էլ կբացատրեն, հասկանում են, թե ինչի համար է արվել այս ամենը։ Այս ամենը արվել է, ինչպես ասացի, դիրքային առավելություն ստանալու համար։ Նպատակն իրացվել է։ Սրանից հետո ինչ որ կլինի, գուցե կբերեն ազգային ժողով խոսեն դրա մասին, գուցե այդ ձևաթղթով կմիանան, չեն միանա, ակնհայտ է, որ այդ ամենը ընդամենը հետագայում իրենց հետևորդների աչքին թոս փչելու համար է։ Այստեղ հարցը վերաբերում է բացառապես ընդդիմադիր դաշտում, ընդդիմադիր տեխնացուների կամ ընդդիմադիր ուժերի միջև մեկը մյուսի նկատմամբ առավելություն ձեռք բերելու հարցի։ Իսկ ընդհանուր առմամբ իմպիչմենտի գործընթացը այնիշ գրված է, այնիշ կարդում եք հնարավոր է իրականացնել, թե ոչ ակնհայտ է, որ հնարավոր չի իրականացնել, եւ դրա մասին գիտեն ոչ միայն ես, դրա մասին գիտեն նույնիսկ մասի քաղաքապետից սկսած մինչև երկու նախկին նախագահներ։ Մոսկվայի մասնակցություն հետևում է լուր թե ինչ որ մասնակցություններ կրավարություն։ Գուցե այս ակցիայի շրջանակներում այս քաղաքական ուժերը կարողանան ինչ որ բան Մոսկվայից փոխել, գուցե ֆինանսներ, գուցե մեկ այլ բան, բայց կամ ներկայանալ որպես թիվ 1 ընդդիմադիր։ Գուցե ներկայանալ որպես թիվ 1 ընդդիմադիր, գուցե կարողանալ այնպես անել, որպեսզի փակեն հնարավոր թիվ 1 ընդդիմադիր Ռուբեն Վարդանյանի վերադարձը Հայաստան, հուսանք որ չի ստացվի իրենց մոտ Ռուբեն Վարդյանը կվերադառնա, բայց գուցե կարողանան այնպես անել, որ նա վերադառնալու դեպքում էլ չլինի թիվ 1 ընդդիմադիր, այսինքն այստեղ խաղը բավականին ակտիվ է, բավականին համառ է եւ այստեղ մասնակցում են ոչ միայն Մոսկվան, որի մասին դուք ասացիք, մասնակցում են այլ դերակատարներ եւս։ Լավ, քանի որ Մոսկվայից խոսեցինք, արդեն անդրադառնանք Մոսկվայի ներկայության Հարավային Կովկասում եւ ազդեցության ամենատարբեր ձևերին։ Վերջին շրջանում բավական հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում Մոսկվա-Բաքու հարաբերություններում։ Ես նկատի ունեմ այն զարգացումները, որոնք սկսվեցին Ռուսաստանի նախագահի օգնականի հայտարարությունից հետո նախոսելով ուկրաինական ճգնաժամի մասին, համեմատություն արեց Ղարաբաղի հետ եւ ասաց, որ չենք ուզում, որպեսզի այստեղ ստեղծվի մեծ Ղարաբաղ, ինչը մեծ աղմուկ առաջացրեց Բաքվում եւ կոշտ արձագանք առաջացրեց։ Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնականը դիվանագիտական սայթակում թույլ տվեց, թե սա ինչ-որ ակնարկ էր Բաքվին։ Իրականում ես այնքան չեմ հասկանում, թե Բաքվում ինչը դուր չեկավ այս հայտարարության մեջ, որովհետև Բաքվի տեսակետից սա շատ նման էր նրան, ինչ Արցախում տեղի ունեցել, եթե Բաքվի տեսակետից եք նայում։ Բաքուն տարիներ շարունակ հայտարարում էր եւ այսօր հայտարարում են, մենք երբևէ չենք օկուպացրել, մենք Արցախը միշտ մեր հակառակը, տեսեք, Մեդինսկին հայտարարում է, որ կարող է լինել այնպես, ինչպես եղավ Հայաստանի վադը
Ադրբեջանի դեպքում մենք օկուպացրել ենք, նա չի ասում օկուպացրել, իհարկե ազատագրել ենք, հետո ուկրաինացիները տարիներ հետո ավելի ուժեղ դառնան եւ վերադարձնեն։ Նույնը ասում են Բաքվում, ես ճիշտ ասած չեմ հասկանում, թե ինչը նրանց դուր չի եկել, այլ է հարցը, որ սա շարունակություն է Բաքվի եւ Մոսկվայի Տողատակերում կամ ուղիղ տեքստով երևի տեսան այն, թե Մոսկվան ինչ որ սկսում է վիճարկել Ղարաբաղի պատկանելությունը։ Այլ է հարցը, որ սա ինքը իրենով առանձին գործընթաց չէր, սա շարունակությունն էր այն գործընթացի, որը սկսվել է դեռևս Դուգինի հայտարարությունից, առ այն, որ չի հասկանում, թե ինչու են եվրասիականները ձերբակալվում Ադրբեջանում, առ այն, որ նրանք իրենց խոստումը կատարել են ռուսները եւ օգնել են Արցախը հետ վերադարձնել եւ Ադրբեջանն էլ պարտքեր ունի եւ այլն։ Եվ այս համատեքստում, երբ Մեդինսկու հայտարարությունը դիտարկում ենք, ակնհայտ է դառնում, որ ենթատեքստում Մեդինսկին փորձում է ադրբեջանցիներին հիշեցնել, որ նրանք պարտքեր ունեն Ռուսաստանին, ինչը դուր չի գալիս Բաքվին։ Տեսեք, կոնկրետ իրավիճակը, որը Մեդինսկին նկարագրել է, Բաքվի համար պետք է որ ձեռնտու լիներ, բայց ենթատեքստերը, այն ինչ ես ասացի, դրանք Բաքվին դուր չեն գալիս եւ այստեղ միևնույն է իմ կարծիքով ավելի շուտ դիվանագիտական սայթակում թույլ տվեց Ադրբեջանը, որը շատ այդպես միանգամից եւ ակնհայտ արձագանքեց, բացասական արձագանքեց, կարելի է առիթ չուներ արձագանքելու, տեսեք, ինչը նկատի ունեմ, Ռուսաստանը հրապարակային հայտարարություններում անմիջապես Մեդինսկից հետո նորից Զախարովան ասաց, որ մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղով հանդերձ եւ այլ, բայց Ռուսաստանում այդ հայտարարությունները պաշտոնապես ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Ղարաբաղով հանդերձ, բայց վերում են նաեւ պատմական, մշակութային էքսկուրսներ, դատողություններ, որոնք Բաքվի համար անդուր ուղերձներ են։ Եվ սրանով կարծես տողատակերում հասկացնում եմ, որ եթե մեր շահը հաշվի չեք առնում, եթե մեր այդ պայմանավորվածություններից կոպիտ ասած թռնում եք, ապա այնպես չէ, որ Ղարաբաղի հարցը ամբողջությամբ փակ է։ Ես մի քիչ բացում եմ, ավելի պրիմիտիվ եմ սարքում։ Չէ, ինքնես մեզ հույս տանք, ես չեմ գտնում, որ Ռուսաստանում գտնում են, որ Արցախի հարցը փակ չէ, նրանք գտնում են, որ Արցախի հարցը փակվել է, բայց այստեղ հարցն այն է, որ Ռուսաստանում գտնում են, որ չի փակվել խորհրդային միությունը վերականգնելու հարցը եւ նույն պատմական, մշակութային եւ այլ հարցերը, ինչպես ժամանակի մեր ոչ բարով հայրենակից Մարգարիտա Սիմոնյանն էր ասում, դա ռուսական մշակույթի գոտի է եւ այստեղ է, որ Ադրբեջանի պատասխանը կարող է լինել համարժեք այս տրամաբանությանը, ոչ թե նրան, որ Արցախի հարցը գուցե վերադառնա մինչ 2020-ի իրավիճակին, որովհետեւ Ռուսաստանը ռեսուրս չունենա դեռ մի կողմ, Ռուսաստանը նույնիսկ ցանկություն չունի դա անելու, որովհետեւ իր շարից բացարձակապես չի բխի, որպեսզի Արցախում հայկական որևէ ներկայությունը դեռ մի կողմ, հայկական ինքնավարություն լինի կամ նման մի բան։ Ինչու չի բխի, որովհետև Հայաստանի իշխանությունների վարքագիծը եւ Հայաստանի Հանրապետության կեցվածքը այս պահին ակնհայտորեն Ռուսաստանի պատկերացումների շրջանակներում չէ։ Ամեն դեպքում Ռուսաստանը հիշեցնում է, դուք ասացիք, հա, Ադրբեջանին, որ պարտքեր ունես եւ եթե այդ պարտքերը չեք վերադարձնում, ամեն ինչ կարող է այնպես չլինել, ինչպես դուք եք պատկերացնում։ Եվ այս համատեքստում ոչ միայն ակնարկում է, կարծես թե ուղիղ է ասում։ Այս հայտարարությունից հետո Ռուսաստանի նախագահի օգնական եւ Զախարովայի հայտարարություններից հետո Ռուսաստանը ակնկալիք է դրսևորում, ակնկալում է, որ Բաքուն կճանաչի Ռուսաստանի նոր շրջանները եւ Ղրիմը։ Այսինքն սա ինչ ուղիղ առևտուր է, մենք ձեզ տվեցինք, Ղարաբաղը ճանաչեցինք հիմա։ Ակնհայտորեն, պարոն Կիրակոսյան, ակնհայտորեն սա ուղիղ առևտուր է եւ ես չեմ կարծում, որ այստեղ զարմանալու բան կա։ Միջազգային հարաբերություններում նորմալ է, երբ պետություններից մեկը մյուսին օգնում է ինչ-որ բան անել եւ հետո էլ պահանջում են, որպեսզի նույնը անի մյուս պետությունը իր համար։ Այլ հարց է, որ Ադրբեջանը այստեղ երկու քարի արանքում է հայտնվելու։ Հաջորդ հարցը դրան էր վերաբերում։ Ինչքանով է իրատեսական, իրացվելի Ռուսաստանի այդ ակնկալիքը, եթե հաշվի առնենք եւ Արևմուտքի ներկայությունն ու ազդեցությունը եւ Թուրքիայի ներկայությունն ու ազդեցությունը եւ այս միջոցին Ռուսաստանն ասում է Ադրբեջան ճանաչի իմ նոր շրջանները եւ Ղրիմը։ Ադրբեջանը Բելարուս չէ։ Եկեք հստակ սա հասկանանք։ Ադրբեջանը կարող է հնարավորություն ունի, ռեսուրսներ ունի եւ հաստատապես չի գնա Ռուսաստանին ամեն ինչ զիջելու ճանապարհով։ Ադրբեջանը այնպեսի աշխարհակաղակական դիրք ունի, որը նրան հնարավորություն է տալիս մանևրել աշխարհակաղակական կենտրոնների միջև։ Տեսեք, եթե ուշադրություն դարձնենք արևելք-արևմուտք ուրեմն անցուղիները, Ադրբեջանը միակ այլընտրանքն է Իրանի եւ Ռուսաստանի, եթե ցամաքային ճանապարհների մասն ենք խոսում։ Եվ այս ամենով հանդերձ Ադրբեջանը ունի պարտքեր Ռուսաստանի նկատմամբ եւ հենց սրանք երկու քարերն են, որոնց արանքում է հայտնվելու Ադրբեջանը, բայց քանի որ ինչպես ես նշեցի, ունի նա հնարավորություններ, ունի մանևրելու դաշտ,
այստեղ ամեն ինչ կախված է լինելու աշխարհաքաղաքական ենթատեքստից։ Եթե Ռուսաստանը կարողանա Միացյալ Նահանգների անձամբ Տրամփի համաձայնությունը ձեռք բերել այդ տարածքները ճանաչելու հարցում, Ադրբեջանը հաջորդ օրը կճանաչի։ Եթե Ռուսաստանը չկարողանա այդ համաձայնությունը ձեռք բերել, Ադրբեջանը կփորձի խուսափել դրանից։ Առաջիկա մեր տարածաշրջանում ինչ զարգացումներ կարող են լինել, ես ելի վերադառնում եմ Իրանի թեմային։ Իսկապես Իսրայելի սնչող հայտարարությունները, Տրամփի մտադրությունը։ Ամենալուրջ խնդիրը այս պահին կարծես թե նորից վերադառնում է Իրանի շուրջ, հուսանք, որ կհաջողվի այս ճգնաժամը հաղթահարել, իսկ ճգնաժամի նշաններ արդեն կան, թեև 1-2 ամիս առաջ խոսք էր գնում այն մասին, որ Իրանը եւ Միացյալ Նահանգները կարծես թե համաձայնությունների են գալիս, բայց այդ համաձայնությունները ընդհատվեցին։ Գուցե այստեղ ազդեցություն ունենա նաև Միացյալ Նահանգների ներսում տիրող իրավիճակը, գիտենք, որ ամեն ինչ հարթ չէ, երեք Միացյալ Նահանգների մոտ 50%-ում եղել են բավական մեծ քաղաքացիական անհանդազատության դրսևորումներ, այսօր արդեն ժամեր առաջ Տրամփը հայտարարել է, որ ազգային գվարդիա է մտցնում Կալիֆոռնիա, անհնազանդներին, ուրեմն անհնազանդների նկատմամբ գործողություններ իրականացնելու։ Տրամփի նկատմամբ հետադական հայց է ներկայացել Կալիֆոռնիայի նահանգապետը։ Այդ ամենը կարող են ազդեցություն ունենալ Միացյալ Նահանգների ղեկավարի նկատմամբ, որպեսզի նրա ուշադրությունը որոշ ժամանակ շեղվի եւ իրավիճակը դեռևս կայուն որոշ ժամանակ պահպանվի։ Իհարկե սա լավատեսական կանխատեսում է։ Վատատեսականն այն է, որ կարող է հակառակ ազդեցություն լինել, օրինակ ներքին խնդիրները կարող են դրդել Տրամփին արտաքին դաշտում կտրուկ գործողությունների գնալ, եւ սա առաջին հերթին կամ ներքաշվել մեզ համար, Երևանի համար սա ակնհայտորեն մարտահրավեր է եւ մենք պետք է պատրաստ լինենք սրա։ Այս պարագայում խաղաղության գործընթացի խաղաղության պայմանագրի հեռանկարի մասին խոսելը դեռ անիմաստ է, քանի դեռ զարգացումները։ Իմ կանխատեսմամբ այս տարի մենք ստորագրում չենք ունենա, եթե էական փոփոխություններ չլինեն, օրինակ Տրամփը հանկարծ չորոշի մի օր քնից արթնանա եւ որոշի, որ լավ կլինի, որ այդ ստորագրությունները լինեն, եթե այդպիսի ինչ-որ իրականում աննորմալ զարգացում տեղի չունենա, այս տարվա ընթացքում ես չեմ սպասում, որ համաձայնություն կկայանա։ Մյուս տարվա սկզբին գուցե ինչ-որ մի բան փոխվի, այստեղ շատ կարևոր կլինեն նույն Միացյալ Նահանգների, Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի դիրքորոշումները եւ նաեւ այս 4 երկրների միմյանց միջև փոխհարաբերությունները, եթե եւ Եվրոպայի իհարկե։ Եթե այդ փոխհարաբերություններում որոշակի կանոնության նշաններ Երևան, դա ավելի հավանական կդարձնի խաղաղության համաձայնագրի ստորագրումը։ Բայց նորից նշեմ, որ ամեն ինչ մենք դատում ենք այս պահին հաստատված իրավիճակով, իսկ իրավիճակները այսօրվա աշխարհում շատ արագ են փոխվում, այնպես որ վաղը կարող է արտանալ լրիվ այլ աշխարհ։ Հետևենք իրադարձությունների զարգացումներին, շնորհակալ եմ զրույցի համար։ Սա ազատ զրույցներ Free News-ի եթերում ես զրուցում էի անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ, կհանդիպենք։